Խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, նանորսելու եկա, խնձոր տանելու եկա, հոմ խնձորի դարդը չեմ, յարիս տեսնելու եկա, նանորսելու եկա, խնձոր տանելու եկա, հոմ խնձորի դարդը չեմ, յարիս տեսնելու եկա, խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, խոփով ջեռնելս կուգա, թռնել պարելս կուգա, շան աղջիկն եկավ անցավ, թռնել պարելս կուգա, խոփով ջեռնելս կուգա, թռնել պարելս կուգա, շան աղջիկն եկավ անցավ, թռնել պարելս կուգա, խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, օй նազանին, նազանին, ջան նազանին, նազանին, տեսկանից ինք ես ավազում, շան Բաղդադին ինձ ասազում, մեր դրա գվար կանեմ, յուշն է գլխի զարկանեմ, երջանալի մեր դուրը քոշորեն է զարկանեմ, խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, խախանկանեմ նուբարովյա, նանայ, նանայ, նայ, տոլմակեպեմ բիբարովյա, նանայ, նանայ, նայ, Լավաշի հայր կյանքում հանդիսանում է կրոնացիստական և պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային տարր։ Ըստ ավանդության, լավաշ թխելու արարողությունը կատարվում է վաղ առավոտը, իսկ կրակը թորնում վառվում է դեռ արևածագում։ Լավաշ թխելու գործընթացը ուղեկցվում է բարի լույսի օրհնություններով և աղոթքներով։ Հնում լավաշ թխել են տոնիստոն և մեծ քանակությամբ, այս գործընթացը տրվել է 1 կամ անգամ 2 օր։ Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգել են լավաշի հիմքը։ 2014 թվականի նոյեմբերի 26-ին հայկական լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանկության ոչ նյութական ժառանգության ցանկում։ Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է իր պատրաստման յուրահատկությունների, մշակութային և ազգային նշանակության շնորհիվ։ Եվ եթե հայկական այս հացատեսակ նրա միայն խորհրդական նշանակություն, այն բնականաբար չէ ընդգրկվի այս ցանկում։ Հայկական լավաշն այս ցանկում ընդգրկվել է շնորհիվ հայերի կյանքի, իր բազմաթիվ մշակութային և սոցիալական դրսևորումների։ Հայկական լավաշը մեր ազգային մշակույթի անբաժան մասն է։ Այն պատրաստվում է հատուկ տեխնիկայով, որը պահպանվել է դարեր շարունակ։ Սկզբում պատրաստում են խմորը, օգտագործելով միայն ալյուր, ջուր և աղ։ Կարևոր է իմանալ, որ ավանդական հայկական լավաշի մեջ թթխմոր չի ավելացվում։ Խմորը լավ հունցում են, որպեսզի այն լինի փափուկ և էլաստիկ, ապա բաժանում են գնդերի և թողնում հանգստանալ։ Այնուհետև գնդերը լավ գտնագում են։
օգտագործվում են թուջե թավաներ կամ թուջե վառարաններ, որոնք հատկապես հարմար են մեր օրերում։ Նոր ձեռքերով ձգելով բացում են, որպեսզի այն դառնա շատ բարակ եւ հավասարաչափ։ Ռահվատի փափուկ բարձիկի վրա հագցնում են խմորը, որպեսզի այն հեշտությամբ տեղափոխեն եւ խփեն վառարանի։ Ռահվատը թույլ է տալիս խմորը թեժ մակերեսին հստակ ու ճշգրիտ տեղադրել առանց այն պատրելու կամ ձևը կորցնելու։ Լավաշը թխվում է շատ արագ, ընդամենը 2 րոպեում։ Խելուց հետո լավաշը հանում են եւ վերևից թեթևակի ջրում։ Ջուրը տալիս է լավաշի փափկություն, ինչը հատկապես կարևոր է, եթե այն նախատեսվում է անմիջապես օգտագործել։ Այսպիսով, մեր օրերում լավաշը թխում են թուջե վառարանների վրա, պահպանելով ավանդական համն ու տեսքը։ Բայց հնում հայկական մշակույթում լավաշը ոչ միայն հաց է, այլ իմաստ խորհրդանիշ։ Այն կապված է ընտանիքի, հյուրընկալության և բարօրության հետ։ Լավաշը նայած կյանքի ու բախտի խորհրդանիշն է։ Հարսանիքների ժամանակ նորապսակների ուզի լավաշ են դասում, հավատալով, որ դա կօգնի ընտանիքին առատություն ու երջանկություն։ Ես կարդացել եմ նաև, որ լավաշն ամրության և տոկունության խորհրդանիշ։ Այն բարակ է, բայց
խորհրդանշում է մեր ժողովրդի ազգական մշակութային երկրության պահպանումը։ Իսկ գիտեք, որ լավաշի մասին կան շատ առասպելներ, որոնցից նշանավոր է Արամ Արքայի առասպելը։ Նա գերության ժամանակ ծածուկ լավաշ ուտելով կարողանում է հաղթել պայքարում և պահպանել հայրենիքի ազատությունը։ Լավ, սիրելիներ, եկեք շրջենք և անցնենք խմորի պատրաստման աշխատանքներին։ Աջուրը լավաշի կարևորագույն բաղադրիչն է։ Հենց ինչպես աջուրը և ջուրը վերածվում են խմորի, երկարատև ջանքերի և մշակման շնորհիվ, այնպես էլ հայերը դարեր շարունակ կառուցել են իրենց մշակույթը, ավանդույթներն ու ինքնությունը։ Իսկ հիմա ավելացնում են գավը։ Հիմա ավելացնում են ջուրը։ Ջուրը հայկական մտածողության մեջ համեմատվում է կյանքի բարձրության, մաքրության և օրհնության հետ։ Այժմ խմորը պետք է հյուսենք, որի ժամանակ պետք է ներդրենք մեր ամբողջ ուժն ու եռանդը և ամենակարևորը՝ սերը։ Սիրելիներ, խմորը պատրաստ է, իսկ այժմ այն պետք է բարակ տրտնանքենք, իբր այստեղից էլ առաջացել է լավաշ անվանումը։ Խմորը պատրաստելուց հետո այն լավ բացեք և քաշեք, այստեղից էլ առաջացել է լավ քաշ, լավ քաշված, իսկ հետո լավ լավաշ անվանումը։ Պետք է սովորել, պահպանել և փոխանցել մեր հայրենի ավանդույթները դրանից սերունդների։ Ես ինչ ուրախ տարի